Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել են տարածաշրջանային այսպես ապաշրջափակման նոր շրջանակը եւ ինչպես հասկանում ենք, սա 2025 թվականի Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական շարունակությունն է։ Փորձենք հասկանալ առհասարակ բազմիցս ենք իհարկե քննարկել ինչ նպատակ ունի, բայց ինչպես դուք կմեկնաբանեք TRIP նախագիծը վերջի։ Ընդհանուր առմամբ ինքը տարբեր շերտեր ունի, եթե մակրո գեոպոլիտիկայի տեսանկյունից նայենք, Միացյալ Նահանգները տեղավորվում է այն հարթակներում եւ այն վայրերում, որտեղ հնարավորություն կա ռազմավարական միջոցների նկատմամբ ունենալ որոշակի վերահսկողություն։ Արևելք արևմուտք, այսպես եւ թուրանիզմի, այսպես միջանցքային տրամաբանության ներքո Միացյալ Նահանգները գործիք է վերցնում իդեմս այդ TRIP ծրագրի եւ խնդիրը ամենևին այդ 47 կիլոմետրանոց տարածքը չի։ Խնդիրը առհասարակ ամբողջ Սյունիքն է։ Ռեսուրսների վերահսկման տեսանկյունից շատ հետաքրքիր մի օրինաչափություն կա։ Ինչ ընդհանուր կապ կա Սյունիքի, Ուկրաինայի եւ Գրենլանդիայի միջև, ինչի մասին անդադար խոսում է Միացյալ Նահանգները։ 3 հատվածներում էլ հազվագյուտ մետաղական հալածողներ կան։ 3 հատվածներում էլ, այսինքն Ուկրաինային իրենք վերցրել են արդեն, TRIP-ը իրացվում է, հետագայում ինքը տարածվելու է միանշանակ։ Գրենլանդիայի մասին հավանաբար դուք տեղյակ եք եւ բոլորս տեղյակ ենք, Գրենլանդիան ունի ահռելի մեծ ծավալներ, այսպես հազվադեպ մետաղական հանածոների։ Պրոցեսի տեսանկյունից գործընթացային առումով այո, սկսել է դետալիզացիան, որոշակի գործընթացներ, թե ով ինչ ոնց եւ այլն, ինչ ժամանակահատվածում, ինչ մասնաբաժիններով եւ այլն, հա։ Դրա շուրջ կա մի այսպիսի հանրային դիսկուրս, ու հանրային չէ, շատ մանիպուլատիվ դիսկուրս, որ Հայաստանի ինքնիշխանությունը հաստատումը եւ անբեկանալի է, չի կարող այդպիսի բան լինել, եթե դու առնվազն այդ ընկերության մեջ ունես սակավ թվով, այսպես բաժնեմասեր, Պրոցեսը հանգեցնում են տնտեսական գործիքակազմի, տնտեսական կառույցի, ՍՊ-ի եւ այլն, բայց իհարկե այդպես չի, որովհետեւ այստեղ մեծ գեոպոլիտիկա է եւ իդեպ Ադրբեջանն էլ կողքից չի նայում այդ ամեն ինչի մեջ, բոլորը այստեղ փայատերեր են։ Ադրբեջանի համար իդեպ մի քանի այս պրոցեսից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հարցազրույցն էր, որտեղ ասենք անկախ նրանից թե անունը ինչ կդնենք, դա մեր համար Զանգեզուրի միջանցք, հենց միջանցք, այս միջանցքը միջազգային իրավունքի տեսանկյունից որքան էլ տարօրինակ է այդ բառը, որ ես օգտագործում եմ, բայց այնուամենայնիվ փոքրերի համար միջազգային իրավունք կա, իրենց համար դա լինելու է միջանցք Նախիջևանը Ադրբեջանին միացնելու ուղղությամբ։ Հայաստանը ցավալիորեն ասեմ, այստեղ դիտորդ է լինելու, բայց կարծես թե աշխարհակարգը նոր ձևավորվում է այս սկզբունքի վրա, որ այլևս փոքր պետությունները բացահայտ լիարժեքորեն ենթարկվելու են մեծերին եւ միջին պետություններին, ու մեր պարագան հենց այդ բացասական կարգավիճակն է սարմով։ Պարոն Գավոնդյան, իրականում պատասխանեցիք այն հարցերին նաև, որոնք ես ուզում էի քիչ առաջ հնչեցնել, բայց այնուամենայնիվ կստացվի արդյոք Հայաստանի տարածքով ստեղծել իրապես անխոչնդոտ տրանսպորտային կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև եւ առհասարակ ինչ խնդիրների կարող են հանգել եւ առհասարակ ինչի սպասել։ Այստեղ ամենակարևոր բառը անխոչնդոտն էր, հա, ինչ ասել անխոչնդոտ Հայաստանի տեսանկյունից կամ Հայաստանի իրավակարգի տեսանկյունից, մեր ներքին օրենսդրության տեսանկյունից եւ ինչ ասել անխոչնդոտ Ադրբեջանի դիրքերի տեսանկյունից, հա։ Եթե մենք որոշակի մոնիտորինգ ենք անում նախկինում հնչեցված հայտարարությունները, թե ադրբեջանական կողմի, թե հայկական կողմի, դրանք այնպիսին էր, որ հայկական կողմը որևէ ձև վերահսկողություն չի կարող իրականացնել միջազգում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, այսինքն տրանսպորտային, այսպես հաղորդակցության միջոցների բոլորի նկատմամբ, հա, թե ինչ կգնա եւ որտեղից կգնա, ինչ ծավալով կգնա եւ այլն։ Հայաստանի գործող վարչապետը կարծեմ ասուլիսներից մեկի ժամանակ ասեց տեխնոլոգիական ինչ-որ լուծումներ են փորձելու գտնել, որպեսզի հայ մաքսավորները այնտեղ չկանգնեն։ Բայց հասկանալով որ դա հավանաբար խնդրահարույց է, հետո որոշեցին այդ TRIP-ի գաղափարը, որ երրորդ երկրից, այսպես միջնորդավորված կազմակերպությանը մանդատ տրամադրելով կարողանան այդ process-ը իրականացնել։ Անխոչնդոտ բառը այստեղ ավելի շատ քաղաքական, գեոպոլիտիկ, ռազմավարական բովանդակություն ունի, այսինքն ումնա պատկանելու եւ ովա իր կամքին իր շահերին համապատասխան գնալու այդ ճանապարհով, հա։ Ենթադրում եմ, որ ավելի շատ զիջման իհարկե գնացել Հայաստանի Հանրապետությունը, բերել է երրորդ պետությունն իհարկե Միացյալ Նահանգները, որ կառավարելու, դա հարց առաջանալու թե ասֆալտի վրա, հողի վրա ովքեր են վերահսկելու պրոցեսները, որովհետև ակնհայտ է լինելու, որ ադրբեջանական բեռները այդտեղ որևէ խնդրի չեն առնչվելու։ Ես կարծում եմ, որ իդեպ միայն այդ մի հատվածը չի լինելու, հավանաբար Սյունիքում մենք կունենանք այլ ճանապարհներ եւս, որոնք Ադրբեջանը կմիացնեն Նախիջևանին։
Նշեցիք, որ ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների հանդիպեն, Փաշինյանն էր հայտարարել։ Սա ինչ է նշանակում, Փաշինյանը լուծումներ էր առաջարկում ի պատասխան Ալիևի պահանջի, այո։ Նշանակում է, որ հերթական պահանջը Ալիևի իրագործվում է։ Իհարկե, ինչի՞ մաս խոսքը։ Մենք այստեղ ամեն ինչ սկսվելու է ճանապարհից, հետագայում այստեղ տնտեսական զարգացման ինչ որ ազատ զոնաներ կստեղծեն, իսկ առևտուրը ինչ որ մի փուլից հետո սկսում է մեծ հավակնություններ, այսինքն քաղաքական պատկանելիության, տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները լեգիտիմացնել։ Առևտուրը, միջպետական առևտուրը բաց տնտեսական զոնաներում ինչ որ կետից հետո ազգային անվտանգության սպառնալիք է դառնում, մանավանդ եթե սուբյեկտից մեկը այս պարագայում Հայաստանն է։ Այսինքն մենք հետագայում զիջելու ենք։ Խոսքը միայն այդ հատվածի մասին չի Իրանի սահմանամերձ, ամբողջ Սյունիքի մասին եմ խոսում։ Իսկ Ռուսաստանի եւ Իրանի արձագանքը ինչպեսին կլինի։ Իրանի արձագանքը մենք լսեցինք բացառապես 3 էր կարծեմ, Իրանի արտակարգ լիազոր դեսպանը Հայաստանի պատմության մեջ ֆանտաստիկ ասուլիս տվեց, ֆանտաստիկ բացասական իմաստով, այսինքն փաստացիորեն հնչեցրեց տեքստ, որը հնչեցնում են մի պետության, ով Իրանի նկատմամբ ունի թշնամական կամ առնվազն Իրանի թշնամիների սպասարկելու օրակարգ, նշելով, որ Իրանի դեմ հանդես եկող պետությունների այսպես ներուժի եւ ռեսուրսի կենտրոնը, իդեպ դա նորվա բան չի։ Իրանի հետախուզությունը եւ քաղաքական ղեկավարությունը բավական լավ ծանոթ է 2018 թվականից Հայաստանում ներգրաված տարբեր շրջանակների, նրանց գործունեությանը, Իրանի հետ կապված մի շարք process-ների եւ այդ մասին իրենք մի անգամ չի որ այսպես որպես փակ ինֆորմացիա ժամանակը անցել է արդեն իրենց մտահոգություններն են հայտնել Հայաստանի ղեկավարության եւ ուժային կառույցների նկատմամբ, ավելին ընդհանրական են բազմաթիվ այսպես խնդրահարույց իրավիճակներ, որոնց մասին ես ուղղակի հիմա չեմ բարձրաձայնի։ Այս մեկը արդեն քաղաքական բաց տեքստով հնչեցված այսպես դիրքորոշում էր, որը շատ վտանգավոր է, որովհետև Իրանը մեր հարավային սահմանն է, մենք Իրանի միջոցով ստանում ենք ապրանք, իսկ եթե սահմանը փակվի, դեպ Իրանի օդային տարածքը արդեն փակ է, եթե ցամաքայինը փակվի, այդ ինչա նշանակում, որ Հայաստանը սկսելու է շատ ավելի մեծ ժողովրդության դոզայով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ վարելու քաղաքականություն։ Ինչ վերաբերում Ռուսաստանի դիրքորոշումը ինձ թվում է մի քիչ այլ է, Հայաստանի ղեկավարությանը իրենք պարբերաբար հնչեցնում են այդ նաև բաց տեքստերով, բայց Հայաստանի մասով իրենք ավելի բարձր մակարդակում են ինձ թվում է խոսում, այդ թվում նաև Թրամփի հետ։ Պարոն Ղավոնդյան, վերադառնանք Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանի կոշտ հայտարարությանը եւ փորձենք հասկանալ ինչ հետեւություն կարող ենք մենք անել այդ խոսքերից։ Նախ առաջի հերթին մենք Իրանում ունենք մեծ համայնք հայկական։ Իդեպ համայնքը պատվարժան քաղաքացիների ամբողջությունը դիտում Իրանի ղեկավարության եւ այսպես ավանդական կղերական ղեկավարության կողմից եւ միշտ ժեստերը արվում են, այսինքն հայ համայնքը միշտ մեծ ներդրում է ունեցել Իրանի պետության ամենատարբեր ծանր փուլերում, եւ իրենք դա երբեք չեն մոռանում։ Պետք է հասկանալ, որ Իրանը 85 միլիոնանոց պետություն է, այդ թվում նաեւ բազմազգ, եւ Իրանի հյուսիսում կան այսպես ազերիներ, մոտավորապես 13-ից 15 միլիոնի շրջանակներում, որոնք իդեպ բոլոր հնարավոր գործիքներով աջակցում էին Ադրբեջանի եւ միշտ է եղել, հա, այդպես։ Իրանը կարող մեր համար իհարկե մեծ խնդիրներ ստեղծի, եթե նկատել եք հրահոսը այս բացառապես երեք կարծես թե լարվածությունը էական մեծ էր այն առումով, որ Իրանում պատժվելու էին ներքին խժդժությունների հեղինակները ու պատժվելու էին կոշտ, այսինքն մահապատժի էին ենթարկվելու, հա, եւ որոշվեց Իրանում, որ մահապատիժ չի իրականացվելու, որովհետեւ այս խժդժությունների արդյունքում իդեպ Իրանում կարծես թե հազարավոր մարդիկ են խաղաղ բնակիչներ են զոհվել։ Բայց Իրանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որ այդ ամեն ինչը չի լինի։ Այսինքն հիմա գլոբալ աշխարհի առևտրի մեջ Հայաստանը Իրանի հետ սահմանակից պետություն է։ Դուք հասկանում եք մեր ռեսուրսը եւ 85 միլիոնանոց, այդ թվում նաեւ թիրախ դարձած Իրանի ռեսուրսը, հա։ Մենք նախաձեռնի վիճակում չենք, ավելին ասեմ, մենք ռեպուտացիոն լրջագույն ռիսկերի մեջ ենք, իսկ մենք փաստացիորեն մեզ մատուցում ենք Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ մեզ օգտագործելու օրակարգերը սպասարկելուն, հա։ Հետագայում իրենք որոշումներ կանեն, իրար միջև կընդունեն, առևտուր կանեն, այդ թվում նաև դա գեոպոլիտիկայի օրենքն է, միայն մեր հետ կապ չունի, նույն Ուկրաինայում է, նույն Մոլդովայում է, այդպես է, ու արդյունքում իհարկե մեր շահերը որևէ ձև այդ մասով չեն սպասարկվի, իսկ Իրանը ահռելի ծավալ է, կարող սահմանը փակի, Հայաստանի առևտրի 20%-ը փակվի ուղղակի, իսկ այդ նշանակում է մեր տիպի սոցիալական ծանր երկրում բավական լուրջ խնդիրներ։ Լարվածությունը կհարթվի արդյոք դիվանագիտական խողովակներով եւ եթե չհարթվի, հարթվելու նպատակով, այսինքն ինչ քայլեր պետքա ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ հարաբերությունները լարվածությունը փոքրինչ թուլացնելու։ Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը երևի Հայաստանի Հանրապետություն բառը չասեմ, Հայաստանի գործող իշխանությունները ունակություն ունեն խնդիրները լուծելու, որովհետև իրենք պատվիրակված են
հակաիրանական քաղաքականություն իրականացնելու, դա նոր չի իրականում, հասկանում եք, դա շատ վաղուց է, անգամ Զարեհ Սինանյանը Զարեհ Սինանյանի առաջ խնդիր է դրված իրանական համայնքի միջոցով Իրանից հետախուզական ինֆորմացիա տալ այլ սուբյեկտների, հա։ Իրավիճակը Իրանի շուրջ հուսամ կկարգավորի, որտեղ դա մեր համար վատագույն սցենարներից մեկն է, աստված չանի այնտեղ ցամաքային պատերազմների, իսկ կարծում եմ Պենտագոնում եւ ոչ թե Սպիտակ տանը ամենատարբեր սցենարներն են քննարկում, Իրանը հողի վրա ուժեղ պետություն է շատ եւ Իրանը Վենեսուելան չի այդ իմաստով, բայց բարբերաբար են փորձել արվել պայթեցնել։ Տարական բան աստված չանի, երբ ռմբահարումներ լինեն, փաստականներ ուր են գալու հյուսիս, չէ՞, իսկ մենք կարող ենք զուտ ուղղակի հումանիզմի տեսանկյունից, հումանիստական ճամբարներ բացել այս երկրում։ Այնքան մարդ կա, այս երկրում այդքան մարդ չի ապրում, հասկանում եք, զուտ տեխնիկական, այսպես կենցաղային ձևակերպում 85 միլիոնով պետություն պատերազմը սկսում, 10 միլիոնը հյուսիս գնաց, ինչ են կանելու։ Այդպիսի խնդիրներ կարող են։